ովքեր շատ լավ գիտեն հայրենիքի արժեքը, ովքեր գիտակցում են, որ այսօրվան արժանացել են այն նվիրյալների կյանքի շնորհիվ, ովքեր զոհեցին իրենց կյանքը, իրենց երիտասարդությունը, որ այս սերունդը, որ մենք այսօր վայելենք կյանքը, ունենանք այն ինչ ունենք և հնարավորություններ ունենանք։ Սիրելի երիտասարդներ, ես ուզում եմ, որ դուք շատ հաճախակի, գոնե երբեմն ձեզ հարց տաք, ով եմ ես, և այդ հարցը ձեզ կտանի դեպի ձեր արմատները, և կգտնեք հարցերի պատասխաններ, որոնք անպայման ձեզ ավելի հայ կդարձնեն, և ձեր մեջ կառաջացնեն հպարտություն, ու դուք կգիտակցեք, որ ժառանգն եք բազմահազարամյա մի ժողովրդի, և տեր կլինեք այն արժեքներին, որ ձեզ է ժառանգված։ Այսօր ես ուզում եմ խոսել իմ սերնդակից ընկեր բարեկամների անունից և ասել ձեզ, որ դուք արժանի ժառանգն եք մեր, արժանի ժառանգն եք այն նվիրյալների, ովքեր Արցախ ազատագրեցին։ Եվ դուք շատ ավելի կայացած եք, շատ ավելի ինքնուրույն և անպայմանորեն հայի ոգին կօգնի այս դժվար վիճակից և գտնելու։ Սիրելի երիտասարդներ, պետք է խաղաղասեր լինել, բայց զգոն եղեք, որովհետև խաղաղությունը պարտադրում են, և խաղաղություն ունենալու համար անհրաժեշտ է պատրաստ իրեն պատերազմի, որովհետև կյանքը ցույց տվեց, որ հարգում և հաշվի է նստում ուժերի հետ, երբեք չթուլանաք, չկոտրվեք, որովհետև մենք դրա իրավունքը չունենք, մեր ժողովուրդը տոկուն է եղել, և անցել է 1000 ու մի փոթորկի միջով, երբ ետ ենք նայում, տեսնում ենք, որ շատ պետություններ ու ազգեր չդիմացան, բայց մենք կարողացել ենք թեև կորուստերով, բայց հասնել այսօրվան։ Ես ուզում եմ ուղղակի ասել, որ մենք պիտի կառչենք մեր արմատներից ատամներով ու նայենք առաջ, փայփայենք այն պետությունը, որ ունենք, որովհետև սա տունն է բոլոր հայերի, աշխարհի բոլոր ծագերում գտնվող հայերին։ Ու մի բան եմ ուզում ավելացնել, որ դուք, ես չեմ կասկածում, որ ուժեղ կլինեք, որ ձեր սերունդը արժանի փոխարինող ու ժառանգ լինելով մեր սերնդի, մի հատկություն ունի, որ գերազանցում է մեր սերնդին։ Դուք կարողանում եք երազանքը նպատակ դարձնել և գնալ այդ նպատակի հետևից։ Ես հույս եմ փայփայում, որ մեր հերոսների, մեր նվիրյալների, զինվորականների, նաև կամավորների արյամբ ներծծված հողը մեզ սպասում է։ Եվ ես ուղղակի ուզում եմ ասել, որ անարդար խաղաղություն չի լինում։ Ես հավատում եմ արդարության հաղթանակին և հավատում եմ, որ մենք ձեր շնորհիվ, ձեր օգնությամբ կկարողանանք հասնել արդարության հաղթանակին։ Որ դուք այս սերունդը արժանի ժառանգն էր, Արցախյան ազատամարտի հերոսների ցույց տվեց 44-օրյա պատերազմը, որին կամավորագրվեցին շատ երիտասարդներ և գնացին պաշտպանելու առաջին պատերազմի հերոսների ձեռքբերումները։ Հիմա մի տեսակ մենք կոտրված ենք, բայց պետք է վերագտնենք մեզ, ուժ հավաքենք
ու գիտակցենք ինչ է պետությունը, ինչ է հայրենիքը եւ պատրաստ լինենք պաշտպանել այն, որովհետեւ դա անգնահատելի արժեք է։ Մեզ բարի երթ, մեր պետությանն ու հայրենիքին հավերժություն։ Լավ եղեք։ Շնորհակալ ենք Տիկին Պետրոսյան։ Հիմա խնդրում ենք միանալ մեզ, դառնանք